Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնորհ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը եւ Արա Սարգսակ Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է հայրենիքի դավաճանություն։ Աստված օգնական հայր։ Աստված բաբա։ Դավաճան բառը միանգամից բացասական ասոցիացիաներ է առաջացնում մարդու մտքում։ Երբ իմանում ես, որ այսինչը դավաճան է, անմիջապես վատ է տրամադրվում նրա հանդեպ։ Դավաճանությունը շատ վատ բան է։ Եվ փորձենք հասկանալ այսօրվա մեր զրույցի ընթացքում, թե ինչումն է կայանում նրա վատ լինելը, մանավանդ հոգևոր տեսանկյունից, աստվածաշնչյան ուսմունքի տեսանկյունից, եւ թե ինչն է, որ համարվում է կամ կարող է համարվել դավաճանություն։ Այս խոսքը ոչ միայն առօրյա կյանքում, այլև իմաստնավորի ռազմական գործի մեջ, պատերազմական մանավանդ իրադրություններում առավել շոշափելի եւ ցցուն մի արտահայտություն է, մի դրսևորում է ստանում։ Որն է ուրեմն, որ դավաճանություն է կոչվում։ Ընդհանրապես դավաճանություն է կոչվում հիմնականում այն, ինչ որ քո հավաքական կառույցին է վերաբերվում, որ դու նրա նկատմամբ դավ ես լարում։ Ուրեմն դավաճանությունը որ պարագան է, երբ ինչ որ բացասական երևույթից մղված հավաքական իմաստով, անհատական իմաստով, դրական երևույթից մղված, դու քո անձնական շահը վեր ես դասում հավաքական շահից։ Իսկ արդյոք միայն հավաքականությանն է վերաբերում դավաճանությունը, այլ ոչ կոնկրետ անձի, ասենք կոնկրետ քո այսինչ մի ընկերոջը, մի ծանոթին, մի մտերիմին, օրինակ ասենք Հուդան, որ դավաճանության սիմվոլ է համարվում, նա կարծեմ թե կառույցի դեմ չէր, հավաքականության դեմ չէր առավելաբար, որ մեղանչեց, այլ մեկ անձի Քրիստոսի դեմ։ Ես երկու կետ նշեցի, անհատական շահի պատճառով, ինչ որ հավաքական շահի նկատմամբ ունեցած կեցվածքներ դա։ Հուդայի պարագային անհատական շահը 30 արծաթներ մղիչ ուժը, որ նա մատնեց Քրիստոսին։ Ընդհանրապես նման պարագաներում մենք դավաճանելը բառը շատ հազվադեպ ենք օգտագործում։ Այս պարագայում ինչու կարող ենք դավաճանություն կոչել, որովհետև Հուդայի կողմից սրբապղծություն կատարվեց։ Քրիստոս որպես Աստծո որդի, որպես ուսուցիչ, որպես փրկիչ աշխարհի իր գործողությունը սուրբի դեմ էր, այսինքն սրբապղծություն կատարվեց, որ պարագային է նաև դավաճանություն հայտարարում, երբ ամուսինը իր սրբությունը ամուսնական կյանքի նկատմամբ տրված Աստծո առաջ խոստումը դրժում է եւ փոխանակ իր կնոջ հետ հավատարիմ մնալու դավաճանում է կնոջը սրբության երկրորդ գրողին եւ ուրիշի հետ զգացումներ է կիսում։ Ուրեմն այն ինչ որ համարվում էր մարդու համար սրբություն, նրա նկատմամբ ոտնձգությունը համարվում էր դավաճանություն։ Դա հայրենիքն էր, դա ընտանիքն էր ամենակարևորը, որից սկսվում է հայրենիքը։ Ամենայն ինչ, որովհետև ազգ հասկացողությունը ձևավորված է ընտանիքների հավաքականությունից եւ ընտանիքների հավաքականության վայրը, որը կրողն է այդ հավաքականության ամբողջ պատմական հիշողությունների, կոչվում է հայրենիք, հայրերի ապրած տեղը։ Ուրեմն երբ որ մենք կռնակ ենք դարձնում, թիկունք ենք դարձնում այդ սրբությանը, արդեն դառնում ենք դավաճան, այսինքն դավել ոչ թե պաշտամունքի իմաստով, այլ դավ նյութել այն սրբության նկատմամբ, որը ձևավորվում է քո էությունը։ Այդ իսկ պատճառով հետաքրքիր է, որ Աստվածաշնչյան 10 պատվիրանների բոլոր այն կետերը, որոնք վերաբերվում էին Աստծուն, երբ ավարտվում է, երկրորդ կետը վերաբերվում էր ումը, հորդ եւ մորդ պատվիր, այսինքն Աստծո գաղափարից հետո անմիջապես գալիս էր հայր եւ մայր հասկացողությունը, որը ինչպես միշտ
պետք չէ միայն ընկալվի որպես իմ անձնական հայրը եւ մայրը, այլ այն սրբությունները, որոնք վերաբերվում են քու նյութական, մարմնական, ֆիզիկական էությանը։ Ասացիք հայր Սուրբ, որ դավաճանությունը շահի պատճառով է լինում, բայց չէ որ օրինակ ասենք ռազմի դաշտում կամ մասնավորապես գերի ընկնելու վտանգի առաջ կանգնած զինվորի համար կամ արդեն գերի ընկած զինվորի համար դա կարող է վախի պատճառով լինել նաև ոչ միայն պարզապես շահի նյութական շահի, այլ վախից դրդված մարդ կարող է դավաճանել այն արժեքը հանուն որի ինքը պայքարում է, տվյալ դեպքում իր հայրենիքը։ Շատ ճիշտ։ Ուրեմն երբ որ ես նշեցի անձնական շահի գաղափարը, դա ոչ միայն վերաբերվում է նյութականին, անձնական շահը նաև կարող է մարդու եսակենտրոնությունը լինել, մորթապաշտությունը լինել, իմ կյանքի առավելությունը, քան մնացյալ ամենայն ինչ, Քրիստոս հրաշալի մի դարձվածք ուներ, երբ նա բնութագրում էր ինչ է սերը, Հովաննու ավետարանի մեջ, ասում էր ես սեր հասկացողությունը ընկալում եմ, երբ անձդ զոհաբերում ես հանուն քո բարեկամների։ Եվ Քրիստոսի կերպարը փայլուն օրինակ էր հանուն իր գաղափարի զոհաբերվելը։ Ինչքան էլ եղավ պահ Գեթսեմանի մեջ, որ ասեց հայր, եթե կարող ես ինձանից հեռացրու այս գավաթը, բայց թող դա քո կամքով լինի եւ ոչ իմ կամքով, սա նշանակում էր, որ իմ կամքի զիջելն էր մարդուն մղում զոհաբերության գաղափարի, իսկ երբ անձը իր կյանքը գերադասում էր մնացյալ ամեն ինչից, նա պատրաստ էր ամեն քայլի գնալու իշահ իր եսի, իր անձի, իր նյութականի, իր փառքի եւ այլն։ Պաստորեն այդ դեպքում մարդ զոհաբերում է իր բարեկամներին հանուն սեփական եսի, իր էգոյին։ Սա է խնդիրը, որը իրականի մեջ արդեն ձևավորում էր մեղքի գաղափարը, որը մեզանից հեռացնում էր սիրո հասկացողությունը, իսկ սերը դա նվիրվածություն էր, սերը ամբողջովին տրվել էր նշանակում, ինչ որ գաղափարի կամ հավաքականության, չէ, այդ իսկ պատճառով երբ մենք աղոթում ենք հայրմերի մեջ, երբեք չենք ասում հայր ամեն ինչ արա իմ կամքով, այլ ասում ենք եղիցին կամք քո, որպես հերկինս եւ հերկրի, հետեւաբար ամեն մեկ անձը ոչ թե իր եսի մեջ պիտի շեշտադրի իր եսը, այլ իր եսը պիտի ծառայեցնի հավաքականության համար։ Այսօր եթե կարելի է կոնկրետ օրինակներով բարձրաբանեք, թե մարդկային որ արարք, որ գործողությունն է, որ դավաճանություն է որակվում։ Ուրեմն ամբողջ խնդիրը ասեցի, դավաճանությունը որակվում է ոտնձգությունը սրբության նկատմամբ, երբ որ դու ուրանում ես որևէ սրբություն, դա կարող է լինել քո հավատամքը, քո կրոնը, դա կարող է լինել քո սրբություն սրբոց հայրենիքդ, դա կարող է լինել քո սրբություն սրբոց ընտանիքդ, որտեղ դու կարևոր դեր ունեիր որպես տղամարդ կամ կինը կարևոր դեր ուներ որպես տան կարևոր դեմքը, ուրեմն բոլոր այս պարագաների նկատմամբ կատարված ոտնձգությունը համարվում էր դավաճանություն։ Ուրեմն, երբ մարդու մեջ ձևավորվում էր ոչ թե այդ սրբության կարևորությունը, այլ իր անձի շահի կարևորությունը, այդ իսկ պատճառով 7 մահացու մեղքերից մեկը որն էր, նախանձը, երբ անձը, ես, մյուսը նախ մեր անձն էինք շեշտադրում, նախ մեր անձի մասին էինք մտածում, ինչպես պիտի ասեր Լյուդովիկոս 14-ը, ինձանից հետո թեկուս ջրհեղեղը, այսինքն մարդը իր անձը փառավորյալ տեսնելու մեջ, հարուստ տեսնելու մեջ կամ ապահով տեսնելու մեջ պատրաստ էր ամեն ինչի գնալու, մատնելով իր երկիրը, դավաճանելով իր սրբություններին, կրնակ դարձնելով իր հավաքական շահը եւ ծառայելով ինչ գաղափարների կամ ծառան լինելու
ինչ շահի, եւ այդ շահի մեջ պատահական չէր Քրիստոսի խոսքը, երբ նա զուգահեռ էր տանում, թե մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ Աստծուն քո պաշտամունքայինը, այդ իսկ պատճառով ես շեշտեցի, որ ինչ որ սրբություն է հանդիսանում, դրա նկատմամբ ոտնձգությունը համարվում էր դավաճանություն, ուրեմն եթե դու չես ծառայում այդ սրբություններին, ապա ծառայում ես մամոնային, իսկ մամոնան գիտեք երկու իմաստ ուներ, ոչ միայն նշանակում էր սատանա, այլ նշանակում էր դրամ, իսկ դրամը ինքնին շահի գաղափարն է, այնպես որ եթե դու դավաճանում էիր հավաքական շահը, արդեն դառնում էիր դավաճան, որովհետև դեմ էիր դուրս եկել քո սրբություն սրբոցին, քո ազգայինին, քո հայրենիքին եւ ամենակարևորը այդ ամբողջը ձևավորող քո հայոց Տեր Աստծուն։ Հայր Սուրբ, քանի որ մեր այս զրույցը նախատեսված է ունկնդիրների թե լայն լսարանի համար եւ թե մասնավորապես բանակում ծառայող մեր եղբայրների համար, ապա փոքր-ինչ ավելի հանգամանալից կերպով խնդրեմ անդրադարձեք բանակային ծառայության մեջ հայրենիքի դավաճանության հնարավոր դրսևորումներին եւ ինչպիսի զգուշացուցիչ հորդորներ կարող եք ուղղել այդ առումով մեր զինծառայողներին եւ ինչու նաեւ ունկնդիրների լայն լսարանին, քանի որ ամբողջ հայ ժողովուրդն էլ կարելի է ասել, եթե մի փոքր չափազանցեցնենք, զինվորի ծնող են, որովհետև նաև զինվոր են։ Այո, նաև զինվոր, նաև զինվորի եղբայր, քույր եւ այլն։ Եվ բոլորն էլ շահագրգռված են այս կամ այն կերպ, որ բանակում ծառայող իրենց եղբոր, իրենց զավակի վիճակը լավ լինի։ Ես կարծում եմ, եթե մեր խոսքը պիտի ուղենք զինվորականներին, զինվոր բանակ ասելով մենք միայն պիտի չհասկանանք պարզապես շարքային զինվոր, պարզ սպայից մինչև ամենամեծ գնդապետը, հազարապետը, գեներալ այսինքն, նրանք բոլորը բանակի պատասխանատուներ են։ Մինչև պաշտպանության նախարար, մինչև գերագույն գլխավոր հրամանատար, բոլորն զինվորներ են։ Ինչ է նշանակում դավաճանություն։ Նախ ինչ է նշանակում մեղք, երբ դու քո առջև դրված օրենքի նկատմամբ սրբապղծություն էիր կատարում, չէիր պահում այդ սուրբ օրենքը, որի համար դու երդում ես տվել։ Ուրեմն երդում ես տվել ինչին, ամբողջական նվիրումով նվիրվել բանակ հասկացողությանը, իսկ բանակը դա պաշտպանությունն է։ Մենք ինչպես ենք կոչում Աստուծո պահապաններին, հրեշտակներ։ Մեր բանակը մեր պահապան հրեշտակներն են։ Որ պարագային ծնվեց սատանան, երբ հրեշտակը Աստծո օրենքի դեմ գործեց։ Ուրեմն սատանան դավաճան հրեշտակ էր։ Սա էր խնդիրը, որը աստվածային օրենքի դեմ գործեց։ Ուրեմն ամեն մեկ բանակի սպասավոր, պարզ հավաքարարից մինչև ամենաբարձր աստիճանին կանգնածը պետք է գիտակցի, որ ինքը պահապան հրեշտակն է իր ազգի, ոչ հոգևոր իմաստով, այլ ֆիզիկական իմաստով։ Իսկ պահապան հրեշտակը կարող է կատարյալ լինել, երբ նա օրինապահ է, երբ նա օրենքն է հարգում, որովհետև յուրաքանչյուր օրենք ձևավորվում է, որպիսի բարօրությունը իր բնական երևույթի ձևով ներկայանա մարդկությանը, այսինքն, որպիսի դա հնարավոր դարձնի ներդաշնակությունը եւ ոչ թե քաոսը։ Ամենայն տեղ, ուր օրենքները զիջում են կամակատարությանը, վեր է ածվում քաոսային եւ անորոշ վիճակ, ամենաթողություն է ձևավորում։ Ուրեմն բանակը պիտի լինի այն տեղը, որտեղ յուրաքանչյուրի փոխհարաբերությունը հիմնված պիտի լինի խղճի եւ մտքի զուգահեռ գիտակցության վրա, համոզման վրա, որտեղ սպան ոչ թե իր ձեռքի տակ ծառայող զինվորի մեջ տեսնի ինչ որ ռոբոտային կերպարի, ինչ որ մի Արարատ
խոհարացի կամ կենթանու, այլ այդ երեխայի մեջ տեսնի իր զավակին, իր եղբորը, ոչ թե նրա քիթ ու մռութը ջարդելով հարցեր կարգադրի, այլ նրան գուրգուրալով, սիրելով, որպեսզի այդ տղան հասկանա, թե ինչ է նշանակում պահապան հրեշտակը լինել իր ժողովրդի, այսինքն հայոց բանակի ծառայող զինվորը լինել։ Եվ մանավանդ անձնական օրինակով դա ցույց տալու, ոչ միայն խոսքերով, որովհետև ամեն մեկ մի թիզ անգամ բարձր, մի սանտիմ բարձր կանգնած եֆրեյտր է, սերժանտ է, իր փոքրիկ բարձր կանգնած աստիճանով վար կանգնածին օրինակ պիտի հանդիսանա, եւ մեր բանակից պետք է մենք ընդմիշտ վերացնենք այն հասկացողությունը, որ սպային զուգահեռ կան այնպիսի տղաներ, որ իրենք են լուծում բանակային փոխհարաբերությունները, որովհետև գաղութներում կամ բանտերում նման կառույցներ գոյություն ունեն, այսինքն բանտը նայողը, չգիտեմ, սենյակ նայողը եւ այլն, զինվորները այս դատարկ գաղափարից ձերբազատված ամեն մեկը պիտի հասկանա, որ ոչ թե ինքը բանտ նայող է, այլ ինքը հայրենիքը նայողն է, ինքը իր սրբազան երկիրը պահողն է, իր մոր պատիվը, իր քրոջ պատիվը պահողն է, ոչ թե առանձին մենակ, այլ իր կողքը կանգնած իր զինակից եղբոր հետ միասին։ Եվ ես կուզենամ, որ հայրենիքի դավաճանության գիտակցությունը ամեն մարդ հասկանա հենց այդ կետից, երբ ես օրենքը խախտում եմ, արդեն այդ պահից սկսում է օրինազանցությունը, երբ ես օրենքը իմ ընկերոջ նկատմամբ խախտելով ձեռք եմ բարձրացնում նրան, վիրավորում եմ, հայհոյում եմ կամ նույնիսկ դժբախտ պատահարներ են լինում, երբ հայ զինվորը սպանում է իր նման ուրիշ հայ զինվորի, սա արդեն մեծագույն դավաճանությունն է, եթե Կայենը սպանելով իր եղբորը միայն ժառանգական 7 վրեժի տակ էր ընկնում, այսինքն 7 անգամ նրանից ազգականներից նույնիսկ վրեժ պիտի լուծեր, ինչպես Աստվածաշունչն է ասում, որդիներից որդիներին պիտի վրեժ լուծեմ։ Այս պարագային, ինչպես մենք կարդացինք Ծննդոց առաջին գլուխ 24-րդ համարի մեջ, 77 անգամ վրեժ պիտի լուծվի, այնպես որ ամեն մի մարդասպան հիմքն է դնում 77 անգամ իր ամբողջ գերդաստանից կատարվող վրեժառության, սա ես չեմ ասում, սա Սուրբ Գիրքն է ասում, այնպես որ ամեն մեկ հայ առավել եւս ամեն մեկ հայ զինվորական պիտի այս գիտակցությունը ունենա եւ իր զինվորի մեջ, իր զինակցի մեջ տեսնի ոչ թե ռոբոտին, ոչ թե չգիտեմ ինչ կերպարի, որին միայն կարող է վիրավորել, անպատվել, ծեծել, ջարդել, այլ ճիշտ հակառակը։ Նա նրա մեջ պիտի տեսնի զինակցին, նորից եմ կրկնում, հայոց բանակի սպան, ծառայողը, զինվորը, դրանք մեր ժողովրդի պահապան հրեշտակներն են։ Շնորհակալություն այսօր, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այդ զրույցը հայրենիքի դավաճանություն թեմայով։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր հոգեշնորհ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կարող եք լսել Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում հոգևոր զրույցներ հաղորդաշարի բաժնում։ Աստված օգնական հայրսեր։ Աստված պահապան։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։